Ով բերեց Նիկոլ Փաշինյանին իշխանության, նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի թիմերի հրապարակային այս վեճին օրեր անց խառնվեց անձամբ վարչապետ Փաշինյանը։ Այսօր առավոտյան Facebook-ով պատասխանեց քաղաքական հակառակորդներին, 1 ժամվա մեջ 3 գրառմամբ։ Երկու կիսամարշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ով է ինձ իշխանության բերել, միմյանցից պահանջելով ասել ճշմարտությունը։ Դուք ասեք, ձեզ ով է ժամանակին իշխանության բերել։ Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձայնը երբեք չստացած, այ ընտրակեղծարար ուզուրպատորներ։ Այս գրառումից կես ժամ հետո Փաշինյանը երկրորդ ստատուսը գրեց ու նախկինների հարցին ավելի հասցեական պատասխանեց։ Ինձ իշխանության ոչ ոք չի բերել։ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունը իշխանության է բերել ժողովրդին։ Ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ եւ ժողովուրդը ինձ ուրիշով կփոխարինի, երբ ցանկանա։ Երկու պատասխանը գործադիրի ղեկավարը բավարար չհամարեց։ Կես ժամ հետո երրորդը հրապարակեց, արդեն անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, իշխանություն բերողների նպատակներին։ Գործադիրի ղեկավարը քաղաքական հակառակորդներին պատասխանում էր աշխատանքային ժամերին, արձագանքում օգտատերերի մեկնաբանություններին, դարձյալ թիրախավորելով նախկիններին։ Ընտրակեղծարար ուզուրպատորներ, չմոռանաք ասել, թե ձեզ իշխանության բերողները ինչի համար են ձեզ իշխանության բերել Հայաստանի Հանրապետությունում։ Դուք դա չեք ասի, ես ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք անկախ պետություն չլինի, որ պետություն չլինի ընդհանրապես։ Եթե ինքը ակնարկում է, որ անկախ չենք եղել, Ռուսաստանի տիրապետության տակ ենք եղել, կներեք հիշացնեմ, օրը քանի անգամ էր Նիկոլ Փաշինյանը ասում սպասիբա Վլադիմիր Պուտինին, ինքն է խոսում անկախությունից, հիմա էլ թռել է Թուրքիայի գիրկը, վաղ էսա Տրամփն ու Պուտինը կարող է ինչ-որ մի բան պայմանավորվեն, էլի գնա Վլադիմիր Վլադիմիրովիչին ասի այ ցավը տանեմ, ես Պուշկինի ցավը տանեմ, Գրիբայեդովի ցավը տանեմ, Ստալինի ցավն էլ տանեմ, ողորմած պապի ցավն էլ տանեմ։ Հայաստանի անկախության ու լինել չլինելու վտանգը հայ ժողովրդի գլխին կախվեց հենց Նիկոլ Փաշինյանի օրոք։ Վարչապետին հակադարձում է հանրապետական Էդուարդ Շարմազանովը, հիշեցնելով Ադրբեջանի ղեկավարի պահանջները։ Նիկոլ Փաշինյանը միակ ղեկավարն է, ում իշխանության օրոք Ալիևը պահանջում է Հայաստանի Հանրապետության իշխանություններից փոխել սահմանադրությունը, այդ ու նաև անկախության հռչակագիրը։ Նիկոլ Փաշինյանը անկախության հռչակագրի հերը անիծում է, ինքը կռիվ է տալիս Հայաստանի Հանրապետության գաղափարական հիմքերի հետ։ Գաղափարական հիմքերը դա սահմանադրությունն է եւ անկախության հռչակագիրը։ Ով է խոսում անկախությունից։ Նիկոլը, որ ՄԱԿ անդամ Հայաստանի Հանրապետությանը, որը Միացյալ Ազգերի կազմակերպության անդամ պետություն է, կանոնել հայտարարել է, որ Հայաստանը կադաստրի վկայական չունի։ Դա ասում է մեկ Իլհամ Ալիևը, մեկ Նիկոլ Փաշինյանը։ Ես համաձայն եմ, որ ինքը տեղապահ է, ուղղակի Ալիևի ու Էրդողանի տեղապահն է ինքը։ Հայաստանի անկախության ու գոյության հարցերը մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը երբ է քննարկվել։ Փաշինյանին հարցնում է նախկիններից Ռոբերտ Քոչարյանի որդին, ընդդիմադիր падգամավոր Լևոն Քոչարյանը։ Դրա համար շատ բան պետք չէ, պարզապես պետք է նայել անցած 91 թվից սկսած մեր պատմությունը։ Երբ է Հայաստանը հայտնվել վտանգի տակ, երբ է ունեցել կորուստներ ու այսքան զոհեր, դա 18 թվականից հետո է եղել հենց իր իշխանության ժամանակ։ Ընտրակեղծարարներ ու ուզուրպատորներ մեղադրանքին անդրադառնալով Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց 2017-ի խորհրդարանական ընտրությունները, ինչ էր անում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, եթե կեղծվել էին ընտրություններն ու ուզուրպացրել էին իշխանությունը։ Ընդդիմադիր ելքդաշինքը, որի եռյակում էր Փաշինյանն ու հետո էլ դարձավ խորհրդարանական խմբակցության ղեկավարը, ինչու փողոցում չէր կամ սահմանադրական դատարանում։ Չի վիճարկել ոչ փողոցում, ոչ սահմանադրական դատարանում 17 թվականի ուզուրպատորների ընտրությունները։ Նախկիների միջև այս հրապարակային վեճը սկսվեց անցած շաբաթվանից։ Երկրորդ նախագահի թևը ակնարկում է, թե Սերժ Սարգսյանը կարող էր կանխել հեղափոխությունը, բայց չի արել։ Ուղիղ չեն ասում, որ Սերժ Սարգսյանն է Նիկոլ Փաշինյանին բերողը։ Երրորդ նախագահի թևից էլ ենթադրում են, որ այդ մեղադրանք թեզը երկրորդ գրասենյակն է շահարկում, առաջիկա խորհրդարանական ընտրություններում ավելի շատ ձայներ ստանալու ակնկալիքով։